դուք նոր տարվա նվեր եք ուզում անել եւ անցնելով գրախանութի կողքով մտածում եք գիրք եւ հետո երկրորդ միտքն է, բայց արդյոք կընթերցի։ Մեզ համար սովորական է դարձել ունենալ գրքեր եւ չընթերցել։ Հավաքել այն հույսով, որ միգուցե մի օր, եթե ստացվի, բայց այդ օրը չի գալիս։ Եվ գնալով մենք մտածում ենք, որ այլևս այն ընթերցանության մշակույթը, որ մենք մեծահասակներս ունեինք, չի վերադառնալու։ Մենք նայում ենք մեր երեխաներին եւ նկատում ենք, որ իրենք դժվարությամբ են կարդում գրքեր, միայն պարտադրված։ Կամ այն գրքերը, որոնք վերաբերում են իրենց համակարգչային խաղերի թեմաներին, կամ եթե իրենց ընկերներից մեկն ու մեկն է, իրենց շատ հորդորել։ Բայց անգամ այդ դեպքում դա ծավալ չէ, դա այն քանակը չէ, կարծես թե ամեն ինչ փոխվել է։ Լավ է արդյոք դա, թե վատ, եւ պետք է արդյոք մեզ վերադառնալ գրքերը ընթերցելուն, եւ եթե պետք է, ապա ինչպես։ Այսօր կխոսենք դրա մասին։ Այս նախատոնական օրերին մենք մտածում ենք ինչպես է ընթանալու հաջորդ տարին, ինչ ենք մենք անելու, ինչ որ բաներ պլանավորում ենք, ինչ որ բաներ մեր կյանքում ուզում ենք փոխած լինենք, ինչ որ նոր սովորույթներ ձեռք բերենք, օրինակ զբաղվենք սպորտով վերջապես, օրինակ վերջապես դադարենք քաղցր ուտել, կամ մի քիչ ավելի հետաքրքիր աշխատանք գտնենք մեզ համար, եթե մեր ներկայիս աշխատանքը մեզ ձանձրացրել է։ Մենք մտածում ենք այս օրերին ապագայի մասին եւ շատերիս մոտ այդ մտորումը կա, արդյոք պետք չէ աշխատել նրա վրա, որ մենք առաջին հերթին վերադարձնենք մեր հմտությունը կամ մեր սովորույթը գիրք ընթերցելու եւ երկրորդը արդյոք պետք չէ երեխաներին ներգրավել դրա մեջ։ Եւ պատասխանը շատ պարզ է, այո, պետք է։ Եվ հիմա ես բացատրեմ ինչու։ Մարդկությունը ունեցել է երկու ընթացք պատմական։ Մեկ ընթացքը միջև գրերի գյուտներ եւ հաջորդը գրերի գյուտից հետո։ Եվ տարբերությունը միայն մեկ բանում է այդ երկու ընթացքների միջև։ Առաջին դեպքում միջև գրերի գյուտը գիտելիքը տեղական էր եւ հնարավոր չէր տարածել առանց մարդկանց տեղափոխելու, որովհետեւ գիտելիքը պարփակված էր մարդկանց մեջ, բայց նաեւ երկրորդը գիտելիքը հասանելի էր միայն հաջորդաբար ընկալելու պարագայում, զուգահեռ կամ ոչ հաջորդաբար ընկալելը անհնարին էր։ Պատկերացրեք տեսաժապավենը կամ ձայնաժապավենը, եթե հիշում եք նախկինի ժամանակների այդ կասետները, եւ օրինակ ձայնապնակը կամ CD-ն։ CD կամ ձայնապնակի պարագայում դուք ամեն պահի ամեն տեղից կարող եք սկսել ձեր ընկնդրում երաժշտություն լսելը, իսկ ժապավենի պարագայում միայն դուք կարող եք որևէ կետից շարունակել եւ եթե ուզում եք մի այլ կետ գնալ, պետք է երկար այդ կետը փնտրեք, բայց դե ժապավենի պարագայում դա գոնե հնարավոր է, իսկ եթե դուք լսում եք կամ ընկնդրում եք մարդուն, դա ավելի դժվար է կենթանի կյանքում։ Ամեն դեպքում ընթերցելու եւ այլ կերպերով, որպես տեսանյութ կամ որպես ձայնագրություն ընկալելու տարբերությունը կայանում է նրանում, որ ընթերցելուց մենք կարող ենք ըմբռնել ամբողջականությունը, մենք կարող ենք միանգամից տեսնել 10 տող, մենք կարող ենք ետև առաջ գնալ, մենք կարող ենք համադրել եւ վերլուծել, մենք կարող ենք վերհիշել ինչ որ մոռացել ենք եւ արագ գտնել այն ինչ պետք է։ Խնդիրն այն է, որ մեր ժամանակներում, երբ մենք գնալով ավելի ապավինում ենք տեսանյութերին կամ ձայնագրություններին կամ փոդքասթներին, ինչպեսին օրինակ սա է, մենք դադարում ենք ընկալել ամբողջականության մեջ։ Մենք ընկալում ենք միայն որպես պահերի շարունակականություն։ Եվ այդ տեսակի ընկալումը ժամանակին եղել է այն հիմնական խոչընդոտներից մեկը, բացի նրանից, որ ֆիզիկապես տեղեկությունը առանց գրերի հնարավոր չէր մի տեղից մյուս տեղ տեղափոխել, բայց դա եղել է այն հիմնական խնդիրներից մեկը, որը դանդաղեցրել է կամ հնարավորություն չի տվել հասարակություններին զարգանալ։
Եվ եթե մենք այսօր նվազեցնենք մեր կարողությունը ընկալել ծավալուն տեղեկույթ ոչ հաջորդաբար, այլ տարբեր եւ բազմակի ընթերցման միջոցներով, ետ ու առաջ գնալով, համադրելով, հակադրելով, վերհիշելով եւ այլն, մենք մի մեծ մշակույթ կկորցնենք եւ դրա հետ մեկտեղ կկորցնենք մեծ կարողություն ընկալելու եւ ըմբռնելու բարդ հասկացություններ եւ երևույթներ։ Պարզ ասած, մենք ավելի բարձր կարգի հասարակություններից կգնանք դեպի ավելի ցածր կարգի հասարակություններ։ Եվ սա այն հիմնական պատճառն է, ինչու մենք պետք է պահպանենք մեր սերնդում եւ հաջորդ սերնդներում գիրք ընթերցելու մշակույթը։ Բայց դա շատ գեղեցիկ խոսքեր են, դրանք վերաբերում են մեծ գաղափարներին, իսկ լավ, կյանքում դա ինչպես անել։ Ինչպես անենք, որ եկող տարվա մեջ դուք մեկ էլ սկսեք ավելի շատ ընթերցել։ Մի քանի պարզ խորհուրդներ, որոնք միշտ օգնում են։ Առաջինը, ընկերներով սահմանեք, որ դուք բոլորդ ունեք այդ նույն խնդիրը, որովհետև ունեք։ Շատ ընկերներ կունենաք դուք, որոնք այդ նույն խնդիրը ունեն։ Ներառեք այդ գործունեության մեջ ձեր երեխաներին։ Կամ եթե հիմա ինձ լսում են երեխաները, ներառեք ձեր ընկերներին եւ ծնողներին։ Եվ սահմանեք համատեղ ընթերցանության գործընթացներ։ Ընտրում եք մեկ գիրք, որ բոլորիդ կհետաքրքրի, եւ բոլորդ ընթերցում եք այն նպատակով, որ հետո կունենաք հատուկ հավաքույթ, որի ժամանակ դուք քննարկեք այդ գիրքը, ով ինչ է հասկացել, ով ինչ հետևություններ է արել, ով ինչ հարցեր ունեցավ դրա արդյունքում եւ այլն։ Ինչու է սա լավ աշխատում, որովհետեւ երբ որ մենք հանդիպում ենք ուղղակի իրար, ինչի մասին ենք մենք խոսում, բամբասում ենք, մեզանից ենք խոսում, վերջին դարձություններից ենք խոսում, քաղաքականությունից ենք խոսում, որից բոլորս բավականին հոգնել ենք, եւ միգուցե 1-2 հետաքրքիր հայտնաբերումներից, ընդ որում դուք դրա մասին արդեն ինչ-որ բան գիտեք կամ լսել եք, դիմացինը ոչինչ չգիտի, դուք կարող եք մատերի վրա ինչ-որ բան պատմել, բայց դրանից խորը խոսակցություն չի ստացվի։ Խոսակցություն, որը կարող է տևել 1-2 ժամ, բոլորին ներգրավել, տանել, որը կբերի նրան, որ ձեր շփումը, ձեր խոսակցության, ձեր քննարկումների, ձեր պատկերացումների խորությունը ամբողջապես այլ մակարդակի վրա կլինի։ Եվ սա մի փորձառություն է, սա մի բան է, որ մենք նախկինում ունեցել ենք, ուղղակի ժամանակի ընթացքում կորցրել ենք։ Ընկերների համար շատ սովորական էր նախկինում ընդհանուր գիրք ընթերցելուց հետո կիսվել տպավորություններով, քննարկել հերոսներին, քննարկել իրադարձությունները, քննարկել իրենց պատկերացումները դրա շուրջ։ Եվ այս ամենը մենք հիմա չունենք։ Դրա փոխարեն, Facebook-ում տեսել ես, ինչ ես կարծում, եւ դրանով խոսակցությունը վերջանում է։ Մի խոսքով համատեղ սոցիալական բաղադրիչը, որը ի դեպ մեզ հենց բերել է սոցիալական ցանցեր, կարող է նաեւ օգնել այստեղ։ Երկրորդ բանը՝ տեղը։ Մենք հիմա մեր տներում չունենք տեղ գիրք ընթերցելու համար։ Ժամանակին դա մի բան էր, որ մարդիկ նախատեսում էին, որովհետև դա մի բան էր, որ պետք է կատարվեր եւ բոլորը գիտեին, ով որտեղ է եւ ինչ պայմաններում է գիրք ընթերցում։ Աթոռ, հատուկ, հարմար բասկաթոռ, միտեղ, որտեղ դա արվում էր։ Այսօր մենք ունենք միայն սովորաբար հյուրասենյակներ, որտեղ դրված է կահույք, բազմոց եւ նման փափուկ կահույք, հիմնականում զվարճանքների շուրջ կամ հյուրերի համար նստելու եւ այլ որևէ հարմար տեղ մենք չունենք, ստեղծեք այդ տեղը։ Ունեցեք մի անկյուն, մի շատ հաճելի անկյուն, մի անկյուն, որտեղ հարմար է թեյի բաժակ դնել կամ սուրճի բաժակ, որտեղ հարմար է նստել, որտեղ կարելի երկար նստել, ոչ ոք չի խանգարի։ Այդ անկյունից կարելի է նայել պատուանից դուրս, եթե ձեզ դուր է գալիս, ընթերցելիս պատուանից դուրս նայել, կամ հակառակը, կարող եք դա անել պատուանից հեռու միտեղ, որպեսզի այդ պատուանի ետևում իրադարձությունը ձեզ չշեղեն եւ չկորցնեք ձեր ներգրավվածությունը ընթերցելու մեջ։ Եվս մի բան, որ շատ օգնում է դա սկսել քչից։ Պետք չէ միանգամից նետվել եւ փորձել ընթերցել հաստ գիրք։ Վերցրեք կարճ պատմվածքներ։
կան եւ հայ գրողների մեջ եւ համաշխարհային գրականության մեջ կան փայլուն կարճ պատմվածքների կամ հակիրճ նովելների հեղինակներ, որոնց չնայած փոքր չափի, որոնց աշխատանքները ահավոր հետաքրքիր են եւ մեծ ներքին հուզական արձագանք են առաջացնում։ Եվ ընտրեք այն գրքերը, որոնք կառաջացնեն հուզական արձագանք։ Պետք չէ միանգամից ընթերցել մասնագիտական գրքեր։ Շատերը հենց դրանով են պայմանավորում այն, որ իրենք դադարել են ընթերցել գեղարվեստական գրականություն, որ եթե ես ընթերցելու ժամանակ ունենայի, ապա այս այնքան մասնագիտական գրականություն ունեմ ընթերցելու։ Ոչ։ Մասնագիտական գրականությունը կսպասի, իդեպ հենց մասնագիտական գրականությունը միգուցե այսօր արդեն երկրորդային կամ երրորդային է։ Կենտրոնացեք հենց գեղարվեստական գրականության վրա։ Եվս մի խնդիր կա մեր կրթական համակարգում, որը նաև բերել է նրան, որ գնալով նվազում է երեխաների ընթերցելու ցանկությունը, բացի այլ հանգամանքներից, դա միակ հանգամանքը չէ, բայց դա հանգամանք է։ Դա այն է, որ մենք սկսել ենք շեշտադրել ընկալումը հուզականության հակադրելով։ Այսինքն, երբ որ մենք վերլուծում ենք դասանում ինչ-որ գրականություն, մենք երեխաներին խնդրում ենք, որպեսզի իրենք նկարագրեն ինչ-որ բան կամ վերլուծեն, համադրեն, ինչ-որ բաներ ասեն դրա մասին եւ այլն։ Եվ մոռանում ենք, որ գրականությունը առաջին հերթին արվեստ է, եւ առաջին ինչ մենք պետք է հարցնենք, դա իրենց հուզական արձագանքն է։ Ինչ զգացին, ինչ պատկերացրեցին, արդյոք դա իրենց հուզեց եւ ինչպես դա իրենք անդրադարձեցին իրենց կյանքի վրա, ինչ իրենք տեսան դրա մեջ, ինչը հենց իրենց է վերաբերում։ Ենթադրվում է, որ ընդհանրապես շատ զարգացած երկրներում այս կրթական բարեփոխումների արդյունքում, երբ մենք շեշտադրումը դնում ենք ընկալման վրա եւ ընկալման որակի բարձրացման վրա, որպեսզի երեխաները կարողանան վերարտադրեն իրենց ընթերցածը, իրենց սեփական խոսքերով, կարողանան ճիշտ հարցադրումների դրա շուրջ պատասխանել, կարողանան սեփական հարցադրումներ սահմանել, սա կոչվում է նաև քննադատական ընթերցանություն եւ այլն, մենք իրականում կորցնում ենք ընթերցելու անմիջական երանությունը, ուղղակի անմիջական հաճույքը առնչվելու արվեստի հետ, որպես այդպիսին։ Պատկերացրեք, դուք կանգնած եք վաղուց երազած մի ինչ-որ թանգարանում Եվրոպայում մի եզակի կտավի առջև եւ այսպես հիանում եք, ես մոտենում եմ, ասում եմ, գիտեք որ դարի կտավ է, գիտեք այն ժամանակ ինչ խոսքեր էին արվեստի մեջ, գիտեք ինչու է այստեղ կատու նկարած, գիտեք ինչու է այստեղ շուն նկարած, գիտեք ինչու է այս կատու սպիտակի շունը սև։ Դուք ինչ կմտածեք այդ բան իմ մասին, ձեր վիճակի մասին։ Իհարկե դա ձեզ այդ պահին ձեզ դա պետք չէ։ Եվ եթե դրանից մենք սկսենք երեխաներին արվեստին ծանոթացնել, մենք ոչ մի լավ տեղ չենք հասնի, իրենք չեն հետաքրքրվի։ Մի խոսքով ընթերցեք փոքր հուզական գրքեր։ Եվ եւս մի բան, որ շատ օգնում է, եւ դա ընդհանրապես վերաբերում է սովորույթների ձեռք բերելուն, պետք է դրան ժամանակ հատկացնել ձեր օրվա մեջ։ Քիչ 20 րոպե, ավելին պետք չէ, օրական 20 րոպե։ Հետո արդեն դուք չեք կարողանա կտևել գրքից եւ գիշերը կընթերցեք եւ կպահանջեք, որ ձեզ հանգիստ թողնեն։ Բայց սկսեք 20 րոպեից։ Ինչու է սա կարևոր։ 20 րոպեն դա մի ժամանակ է, որ մենք չենք նկատում ինչպես է անցնում։ Մի հատ մտնում եք Facebook 5-ը edge թերթում եք եւ արդեն այդ 20 րոպեն անցավ։ Մի YouTube-յան տեսահոլովակն է 20 րոպե։ Այս հաղորդումն է 10 րոպեից ավել։ 20 րոպե շատ ժամանակ չէ, բայց այդ 20 րոպեների գումարը, եթե դուք ասենք վերցնեք օրական 20 րոպե, կամ գոնե շաբաթական ընդհանուր առմամբ 60 րոպե, 1 ժամ շաբաթվա մեջ, ընդամենը 1 ժամ։ Եվ դա բազմապատիկ շաբաթների քանակով, իսկ դրանք 50-ից ավել են։ Դուք արդեն 50 քանի ժամ ընթերցանությամբ եք զբաղվել տարվա մեջ։ Գիտեք, որքան գիրք կարելի է ընթերցել 50, ասենք, 5 ժամում կամ 60 ժամում։ Բավականին շատ, որովհետև ընդհանուր առմամբ մեկ գրքի ընթերցանությունը տանում է 5-6-7 ժամ։ Շարքում դուք կարողանաք 10 գիրք ընթերցել տարվա մեջ, ընդամենը 20 րոպե դրան հատկացնելով։ Դա բարդ բան չէ։
Ամփոփելով իմ ասածս, ընթերցանությունը շատ կարևոր բան է։ Դա մշակույթ է, որը շատ հեշտ է կորցնել եւ դժվար է ձեռք բերել։ Դա արվեստի շերտ է, որը իր մեջ ունի ահռելի հարստություն եւ դրա նկատմամբ հետաքրքրությունը կորցնելը ծայրահեղ մեծ կորուստ է։ Եվ ձեզ համար, եւ ձեր երեխաների համար, եւ մեզ բոլորիս համար, եւ հասարակությունների ընդհանրապես։ Այնպես որ շնորհավորելով ձեր գալիք տոնը, ամանորը եւ մաղթելով ձեզ գալիք տարում մեծ ձեռքբերումներ, ես ձեզ մաղթում եմ, որպեսզի այդ ձեռքբերումներից մեկը լինի այն, որ դուք կվերստին, կսկսեք ընթերցել գրքեր եւ կսիրեք դա։